Հանուն հոր և որդվո և օգվույն սրբո ամեն։ Բարի երեկո և մյուս տեղը բարի առավոտ, սիրելի աշխարհասփյուր հայություն, Աստծո ձայնը հաղորդաշար այժմ ուղիղ եթերում է և սկսում ենք այսօրվա հաղորդումը ավանդության համաձայն աղոթքով։ Կխնդրեմ բոլորին, միացողներին սկսել տարածել այս եթերը և միասին եկեք աղոթենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց սպարտաբանած, եւ մի տանիրս մեզի փորձություն ալ պրգյազ մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառքավիտյանս հավիտենից ամեն։ Ահավասիկ սիրելիներ, ես իմ եթերի վերջում կտեղադրեմ եւս անվանման տակ եթերի երկու լինքերը, մեկը ձայնագրությունը, որը որ սարսափ բերեց, եւ մյուսն էլ Եզրաս, Կարո, Բուրջո, Մկրտիչ, չգիտեմ որ անունը օգտագործեմ, որ ավելի թյուրին լինի, բացատրելու համար այդ սրիկայի, այդ մանկապիղծ Սոդոմիտի էությունը, որ ինքը հաճում է Ռուսաստանից, որպեսզի ձեր ուշադրությանը հանձնեմ եւ իմ եթերը լսելուց անմիջապես անդրադառնաք նաեւ իրենց ասածներին։ Ձայնագրությունը իհարկե համացանցում բավական լայն տարածում գտավ, բայց ես նորից պիտի տեղադրեմ, որպեսզի համատեքստում հնչի այսօրվա եթերի։ Այնտեղ խոսվում է հետեւյալի մասին։ Ասվում է, որ նույնիսկ սա այն մարդիկ են, ովքեր որ աշխատում են ընդդիմության համար, շակերտավոր ընդդիմության համար, որ հաղթիել Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական թիմը միևնույն է բերեվարոտ է լինելու, այսինքն պետական հեղաշրջում են պատրաստում ամենաբարձր մակարդակով եւ այս նախապատրաստական աշխատանքները տանում են հենց այդ քաղաքական շակերտավոր ուժերը, որոնք Հայաստանի մեջ հայց են ներկայացել մասնակցություն ունենալու առաջիկա հերթական ազգային ժողովի ընտրությունների համար։ Այսինքն ընտրություններում մասնակցողները միևնույն ժամանակ արդեն իսկ ելքի մասին խոսելով պատկերացումներ ունեն, որ իրանք շանս չունեն իշխանությունը վերցնել օրինական ձևով, որովհետև լեգիտիմություն եւ ժողովրդի կողմից վստահություն չունեն, հետեւաբար որևէ կվե չեն ակնկալում ստանալ բավարար քանակությամբ, որ ոչ միայն ազգային ժողով ներխուժեն, այլ նաև, այսինքն շեմը հաղթահարեն անհրաժեշտ, այլ նաև կազմեն կառավարություն, եւ այդ իսկ պատճառով արդեն գլխանց ոչ մենակ խոսում են, այլ ծրագիր են մշակում, եւ այդ ծրագիրը իհարկե որտեղից է այդ թելադրանքը ստացվել Ռուսաստանից, որպեսզի Հայաստանում խժդժություններ անեն։ Եթե անդրադարձ անեք նախկինում իմ եթերներին, այդ նախընտրական շրջանի մեջ, ինչ որ ես խոսել եմ մեր սիրելի հանդիսատեսի հետ, մեր հետևորդների հետ, եւ միշտ բացատրել եմ, որ սա է իրենց ուզածը, միշտ ասել եմ, որ նրանք պատրաստում են ամեն տեսակի գործողություններ, որովհետեւ չեն ուզում ընդունել իրենց պարտությունը, իսկ նրանք լավ պատկերացումներ ունեն այս պարտության մասին, որտեղ ելք գիտեն, որ կրկնում եմ, չեն հաղթելու ընտրություններում օրինական դաշտի վրա, այսինքն կանոնավոր կերպով։ Եվ դրա համար արդեն գլխանց պատրաստում են, որ ոչինչ, չհաղթենք էլ մեկը պիտի իշխանազավթմամբ, արյունը հեղելով հայ ժողովրդի, մենք պետք է լինենք իշխանություն Հայաստանում։ Ահավասիկ թելադրանքը Ռուսաստանի Դաշնությունից, որը որ իրենց հրամեցվել է այդպես ծրագիրը, այդ Կրեմլի մշակված ծրագիրն է, հրամեցվել է, որը որ դուք պետք է անեք ամեն մեկը։ Դրա համար Կրեմլը ստապ կենտրել է բոլոր ընդդիմադիր կոչված այս ստահակ ուժերի վրա, ովքեր որ հայց են ներկայացել ազգային խորհրդարան մտնելու համար։ Իհարկե խոսքը գնում է այն ընդդիմադիրների մասին, ովքեր կատաղի պայքար են տանում անձամբ Փաշինյանի նկատմամբ եւ նրա քաղաքական ուժի նկատմամբ, եւ փաստացի նրանք ատում են Հայաստանի Հանրապետության բնակչությանը, որովհետեւ ցանկանում են այդ նույն բնակչությունը ուրեմն տանել կործանարար ճանապարհով։
Սրա մասին նաև վկայում է այդ տեսանյութը, որը որ պետք է նաև տեղադրեմ, որտեղ սրբապիղծ Կարոն Կագեբեշնիկը, կեղծ arczepiskopos-ը, Գարեգին Բես Սատանա Ստահակի մանկապիղծ եղբայրը կրծեր, նմանապես հակա պետական, հակա ազգային, հակա եկեղեցական կարոզը քողարկում է ճիշտ ուրեմն բառերի տակ, այսինքն դեմագոգիայով, ցինիստական, այսպես ցինիզմով այդ իրա արտահայտած բառերը, նախադասությունները, որոնց մասին մենք շատ լավ պատկերացնում ենք, որ այդ մարդիկ այդքան ֆալշ են, այդքան աֆերիստներ են նրանք, որ նրանք երբ որ ասում են սպիտակ սևը պիտի հասկանանք, եւ երբ որ ասում են սև, պիտի հասկանանք, որ այդ սևը չի, այդ սպիտակ է։ Այսինքն ինչ որ նա ասում է, ճիշտ հակառակը պիտի հասկանանք։ Այնտեղ կոդը, ամեն մի բառը դա կոդավորված է։ Եվ եկեղեցական, այսպես ասած, ճակերտավոր դիրքորոշումը այսօր ժողով բանից բարձում է նորից եղել է, մկների ժողովը, որտեղ նորից դատապարտել են Հայաստանի Հանրապետության իշխանություններին, թիրախավորելով կառավարությանը, մասնավորապես իհարկե աչքի գրողն ու աչքի փուշը նրանց Նիկոլ Փաշինյանն է, եւ իհարկե նրանք ամեն ինչը դա այդ քողարկելով այդ իրենց ասացները, հա, հայրենասիրական այդ թեզերը, իբրև թե դրա տակ ինչի նկատի ունեն։ Եկեղեցական իբր թե նրանք պաշտպան եկեղեցին այդ իբր թե պաշտպանվում է եկեղեցին պետությունից։ Պատկերացրեք, որ եկեղեցական կոչվածը այսօր կանգնում է իրան իրավունք է պահում ասելու, որ ես պիտի պետությունից պաշտպանեմ, որ պետությունը հարձակվում է, եկեղեցին հոշոտող է։ Բայց մի հատ առարկայական փաստ նրանք չեն կարող ի ցույց դնեն ամբողջ աշխարհի եւ ապացուցեն, ասեն էս է, գիտեք, հալածված է եկեղեցին։ Եթե այդպես հալածանք լիներ, ուրեմն ամենաերանելի վիճակ պիտի ունենար ամեն մի եկեղեցին, եթե նույն պայմանների մեջ դրվեր։ Այսինքն ես նկատի ունեմ պատմականորեն ամեն մի հալածված եկեղեցին բոլոր ժամանակահատվածներում, ուրեմն երանելի պետք է լիներ։ Դուք պատկերացնում եք ցինիզմի աստիճանը, պատկերացնում եք կեղծիքի մասշտաբները։ Այսինքն ինչ որ այս մարդիկ խոսում են, այդքան այլասերված է իրենց մոտեցումը նույնիսկ, սա ամբողջ է ծայրից ծայր ստախոսության հիման վրա է կարողացած սուտ խոսքեր, դատարկ մեղադրանքներ եւ չհիմնավորված որևէ բան։ Եվ հավասիկ մենք տեսնում ենք այս ամենի հետ մեկտեղ, որ պատրաստվում են ընդդիմադիր կոչված ուժերը Ռուսաստանի Դաշնությունից արդեն իսկ ծրագրել են, թե ինչպես ավտոմեքենաներով, բասերով, օդանավներով պետք է ժամանեն Հայաստան ուժեղ տղամարդիկ, որոնք աշխատում են այս կամ այն ավտարիցետի, կրիմինալի վրա, որոնք այնտեղ գրոշներով, հա, այդ մի փոր հացի համար այնտեղ բան են անում, եւ դրանց ուրեմն ուղարկում են, որ կռիվ տան, որ խժդրություն, խուլիգանություն անեն Հայաստանի փողոցներում, Երևանում, մասնավորապես որ արուն թափեն, մարդը սպանեն, եթե պետությունը չկանխեց իրենց մասնակցությունը, այսինքն ընտրություններին չպիտի մասնակցեն ոչ մի հայերը, որոնք Ռուսաստանից կգան թեկուզ հայկական ազնագրով, պիտի կանխի պետությունը։ Իմ տեսակետը հետեւյալն է, որ որևէ մեկը չպիտի գա Հայաստան, հասնի։ Չպիտի թույլ տան, որովհետև այս բոլոր մարդիկ վտանգավոր են։ Նրանք դրա մասին խոսել են, որ այդ տղամարդիկ պիտի գան խուլիգանություն անեն։ Նույնը կանանց մասին չեմ կարող ասել, հա? Կանանց, այսինքն կանայք շատ պիտի կանգնեն այնտեղ, չգիտեմ, դերասանություն անեն։ Բայց այդ տղամարդիկ դրանք վտանգ են ներկայացնում, որովհետև ես ինչ իմանամ, դրանց զենք մեկը կբաժանվի, զինամթեր կբաժանվի, եւ դրանց կասեն, որ գնացեք սպանություններ արեք փողոցները, մարդկանց սպանեք։ Ես չեմ բացառում այդ սցենարը, որ կյանքի կոչեն։ Ես այն գլխից ասել եմ, որ այս անգամ ես ասեցի, այս անգամ հանգիստ չլինի եւ ամեն ինչ անելու են, որպիսի ուրեմն կազմակերպեն ամեն տեսակի անարխոժություն, ընդཐུպ մինչև զանգվածային անկարգությունների, սպանությունների, որպեսզի վախի միջակ ստեղծեն, վախի մթնոլորտի մեջ, ուրեմն սկսեն ժողովրդի վրա ճնշումներ բանեցնել,
զանգվածային արկայություններով կազմակերպեն նաև ինչ-որ ցույց, փողով եւ այլն, որպեսզի ընտրությունից հետո պետության մեջ հանգիստ չլինի, մինչև որ դրանք վերցնեն իշխանություն։ Այսինքն, սրանից ինչ հետևություն պիտի անենք, տեսեք, սա կրկնությունն է այն անցյալում, ինչ որ մենք տեսնում ենք տարիներ շարունակ այդ մարդիկ հանգիստ չեն թողել ներքաղաքական դաշտը Հայաստանի, միշտ ալիքոցված է եղել, միշտ process-ներ են առաջացրել, որովհետև այս մարդիկ մտածել են այսպես, որ ամեն ինչ անելու ենք, այդ բոլոր խժդժությունները անելու ենք, այդ խժդժությունները, որոնք անելու ենք, այդ նույն մարդիկ ասում են հետևյալը, մենք պիտի հասնենք մեր ուզածին, իշխանափոխություն լինի, ու տարբեր ծրագրեր, կյանքը ցույց տվեց, որ դրանք 1 ժամ հանգիստ չեն մնացած, ամեն ինչ փորձել են, բոլոր կողմերից, թիրախավորելով իշխանությանը եւ հայ ժողովրդի այն հատվածը, որ Հայաստանի մեջ է բնակվում, նրանք ամեն ինչ արել են, որ անեն այդ կեղտոտ գործը։ Հիմա ընտրության ելքի վրա նմանապես վստահ չեն, որ պիտի հաղթեն օրինական գետնի վրա, ուստի միակ բանը, որ մնում է, որ խժդժություն անեն։ Բայց այս անգամ ասում են խժդժությունը պիտի վերջանա մեր հաղթանակով, այսինքն պետական հեղաշրջմամբ։ Եվ դրա համար, քանի որ էս է նպատակը, էս է բուն ծրագիրը, ահավասիկ էս մարդիկ էլ ուզում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին գլխանց վախենա եւ ուրեմն շատերը մտածեն այդպես, որ ավելի լավ է չխառնվենք այդ process-ին ամբողջ։ Այսինքն պարակտում են նաեւ ընտրողներին այս հայտարարությունները եւ այս ամենը ինչ որ տեղի է ունենում, նաեւ ինչ որտեղ ազդում է այն վախեցող զանգվածի վրա։ Հետևաբար ես ինչ եմ ուզում եզրակացնել այստեղից եւ կարծում եմ ամեն մեկը պետք է ինձ հետ համաձայն լինի, որ պիտի դրա վերջավորությունը մենք տեսնանք։ Վերջապես պիտի այս ամենը ավարտ ունենա։ Միանշանակ է, որ նրանք երբեք արդյունքներ են, որ հրապարակվելու հետ ընտրական զարգացումները անխուսափելի են անցանկալի, քանի որ նրանք չեն ընդունելու, որ ընտրությունները անցել են, հաղթել է քաղաքացիական պայմանագիրի կուսակցությունը, վերցել է մեծամասնությունը խորհրդարանում եւ վարչապետ վերընտրվել է Նիկոլ Փաշինյանը։ Չեն ընդունելու։ Եվ անելու են նորից, ասում եմ, նույն խուժանությունը։ Ուրեմն ելքը ո՞րն է, սիրելի ժողովուրդ։ Ելքը միակն է։ Ես այստեղից կոչ եմ անում գլխան ձերբակալել պարագլուխներին։ Ձերբակալել Կտրիչ Ներսիսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, այս մարդկանց պետք է ձերբակալել։ Եվ ովքեր որ նրանց հետ նույն տաշնակի մեջ գործում են, ընդդեմ Հայաստանի, հանուն Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների շահերի, նրանք էլ պետք է ձերբակալված լինեն։ Այսինքն Հայաստանի մեջ իրավապահ համակարգը պետք է ուժեղ գործի, անցնի այդ գործի եւ զանգվածային ձերբակալումներով ուրեմն ապահովի անվտանգությունը, որպեսզի նախընտրական այս ահազանգը, որ հնչեցրել են այս մարդիկ, նախապես զգուշացրել են, թե ինչ են ուզում իրանք անել, ոնց են նրանք տեսնում իրենց իշխանության գալու պարագան, հետևաբար հետևությունները պետք է անի պետությունը, պետական պատկան մարմինները։ Հակառակ պարագայում, եթե պետությունը որևէ բան չարեց, անխուսափելի են այս բոլոր զարգացումները եւ չգիտես ինչին կարող են դրանք բերել։ Չի կարելի որ թողնենք այսպես օդից կախված վիճակ լինի։ Եվ շատ կարևոր է իհարկե նաեւ այստեղ ես համարում սիրելի ժողովուրդ, որպեսզի մարդիկ նաեւ իրենց հարց տան։ Այն մարդիկ, ովքեր որ հասկանում են, որ առանց եկեղեցական այդ բնակավարի մաքրման ոչինչ կարող ենք ունենալ դրական եւ շուտապույտ պիտի լինի, որտեղ այնտեղից է գալիս ամենը, կենտրոնը այնտեղ է։ Այսինքն ես ինչ եմ ուզում ասել, տարիներ անց, սիրելի ժողովուրդ, ինչ որ Տեր Սահակ Քաղանան ձեզ այստեղից հայտարարում էր ամեն մի Աստծո ձայնը հաղորդաշարի եթերից, ոչ մենակ իրական է,
Ոչ միայն համապատասխանել է միշտ, այլ դուք ինչ որ տեսնում եք այսօր, դա իմ կողմից ասված է եղել նախկինում։ Եվ նույնիսկ այդ նախընտրական շրջանում ես ամեն անգամ ասում եմ, զգուշացնում եմ, հետո մեջտեղ ելավ այդ ձայնագրությունը, որ տերևառոտ են անելու։ Հետևաբար, հետևություններ իմ ձեռքս բան չկա։ Իմ ձեռքս բան չկա ասել ժողովուրդ։ Հետևաբար պետք է հետևություն անի միայն պետությունը, պատկան մարմինները։ Եվ այս բոլոր մարդիկ պետք է իհարկե ձերբակալված լինեն եւ պետք է անմիջապես կանխվի նաեւ մուտքը ռուսաստանցի հայերի, մանավանդ երիտասարդների, տղամարդկանց, սահմանապահները սահմանների վրա պետք է հատուկ ցուցում ստանան պետությունից եւ պետք է արտոնվի այս ժամանակի մեջ բացառիկ մի, այսպես ասած, միջոց։ Դեպորտ անեն, հետ ուղարկեն, թեև գան, ասենք, պիտի ուղարկվի, մեքենայով գա, ավտոբուսով գան, թե չգիտեմ, օտանավով գան, ինչ ճանապարհով է որ գան, դրանց պետք է ուղարկել հետ Ռուսաստան, դեպորտ պիտի արվեն։ Չեն կարող թույլ տալ, որ տղամարդիկ ներխուժեն, հետո զենքը վերցնեն ձեռքը, այստեղ բաժանվի իրենց, կամ պայթուցիկ նյութեր, չգիտեմ, ամեն ինչ հնարավոր է, չէ՞։ Ամեն բան հնարավոր է։ Եվ սկսեն ուրեմն անցնել այդ գործողությունների, կազմակերպեն անկարգություններ զանգվածային եւ սպանություններ իրականացնել Հայաստանի, մասնավորապես մայրաքաղաքի փողոցներում։ Մենք դա չենք կարող կրկին անգամ թույլ տալ մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի այս խառը տարբերակի կրկնություն։ Ես ձեզ ասել եմ, նրանք ուզում են անեն մարտի 1 գումարած հոկտեմբերի 27։ Այդ թերակտն են պատրաստում։ Եվ Ռուսաստանն է պատրաստում։ Ուրախ եմ, որ պետքարտուղարը Միացյալ Նահանգների պետք է ժամանի Հայաստան։ Եվ վստահ եմ, որ արևմտյան ուրեմն բոլոր գործընկերները, որոնք այս շրջանում այցելեցին պաշտոնական պետական մակարդակի մեծ միջոցառումներ իրականացնելով Հայաստանում, պետք է իրենց ազդեցությունը ոչ միայն թողնեն, այլ պետք է նրանք վերահսկողության տակ պահեն այս ընտրությունների գործընթացը, որպեսզի չձախողվենք։ Որտեղ Ռուսաստանը անում է վերջի կեղտոտ քայլը։ Ինչպես որ սրանց համար է դա վերջի պատերազմը, կտրիչի համար վերջի պատերազմն է, սա նաև Ռուսաստանի համար է վերջին շանսը Հայաստանը կործանել։ Վերջի շանսն է թաթը գցել, էլի Ռուսաստանը գցի թաթը Հայաստանի վրա, որ հայտնվի իր կազմում։ Դուք հասկանում եք, սա աննախադեպ երևույթ է, սա վերջինն է իրենց բոլորի համար, եւ բոլորը դա հասկանում են։ Այսինքն հակառակ կողմը հասկանում է, որ իրենց համար սա մահու կենաց, այսպես ասած, պայքար է։ Աթոռը այդքան քաղցր է, որ դրանք պատրաստ են մահի հետ խաղալ։ Այսինքն գնալու են մինչև վերջ, դա պիտի ոչ մեկը պատրանքներ չունենակ, որ դրանք սսկվելու են։ Իհարկե, եթե ճաղերի ետևը դնեն, իրենց բանտարկեն, չեն կարողանալու։ Բայց մնացել է ընդամենը 11 օր մինչև ընտրություններ եւ հետեւաբար ես տեսնում եմ, որ առայժմ ոչ մի միջոց չի ձեռնարկվել։ Օրինակ այդ կուսակցությունը շունշանգյալ կուսակցությունը այդ բոմժ Տաշիր Սամոյի պետք է անմիջապես արգելել եւ հանել իրեն այդ ռելսերից, հա, ընտրության։ Նույնը Դոդի Գագոն ոչ մի կապ չունի քաղաքականության հետ։ Թող գնա դեր մանկապարտեզ, մի քիչ ուսանի, դպրոց, գիրք կարդա եւ այլն։ Այդ անգրագետների բան չէ Հայաստանը։ Ամոթ է ուղղակի։ Եվ իհարկե Ռոբերտ Քոչարյանն էլ պիտի բանտարկվի, որտեղ ինքը պետական դավաճան ու հանցագործ է, պիտի բանտերի։ Պետք է բանտերի խցերից մեկում լինի եւ այդպես ասած Կտրիչ Ներսիսյանն էլ պետք է դրան հարևան գա։ Մյուս խցում լինի։ Այսինքն այս ուրեմն խոսում ենք այն մասին, որ Սպարտակ Տերավետիսյանը ոչ միայն չի ապրում Հայաստանում, նաև այս մարդը, քանի որ Հայաստանից դուրս է, ինքը քանդում է փաստորեն իր գործողություններով Հայաստանը։ Եվ ըստ այդմ իր գործողությունները կարելի է որակել որպես դավաճանական։
Հետևաբար ես իմ կոչն եմ ուղղում Հայաստանի Հանրապետության բոլոր պետական մարմիններին, նախ եւ առաջ ազգային անվտանգության ծառայությանը եւ բոլոր պետական իրավապահ մարմիններին, քանի որ այս վիճակը, որը որ փորձում են հրահրել սատանիստները Էջմիածնի մեջ նստած, անձինս Կտրիչ Ներսիսյան սրբապիղծի, Եզրաս Կարոն կագեբեշնիկը Մոսկվայում նստած, եւ նրանք աշխատելով Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների վրա հենվել են Հայաստանում գործող այդ կրիմինալի Հայաստանի մեջ գործող կեղծ ընդդիմադիր ուժերի վրա մեկ նպատակով Հայաստանը քանդելու, Հայաստանի մեջ անցանկալի զարգացումներով իշխանությունը զավթելու նպատակով եւ փաստացի Հայաստանի անկախ ինքնիշխան պետականությունը դեմոնտաժ անելու եւ հանձնելու Ռուսաստանին նվերի պես, հա, ուրեմն կոչ եմ անում բոլոր այդ իմ նշված պետական մարմիններին կտրուկ միջոցներ քայլեր ձեռնարկել կանխելու համար այս ամենը, ապահովելու ոչ մենակ Հայաստանի բնակչության անվտանգությունը, նաև որպեսզի խաղաղ եւ անցնցում պայմաններում անցնեն այս առաջկա հունիսի 7-ի ընտրությունները, հետ ընտրական որևէ զարգացում թույլ չտան, այսինքն ամբողջ հանրապետությունը վերահսկվի եւ սահմանները, ամենակարևորը, սահմանապահները պիտի այդ գործառույթները իրականացնեն, չթույլ տան, մուտք գործեն Ռուսաստանից տղամարդիկ հայեր, չպիտի գան Հայաստան, այս շրջանում չպիտի գան, պետք է փակել իրենց մուտքը բոլորի եւ այդ դեպքում միայն հույս ունենանք, որ որևէ դժբախտություն, որևէ արյուն չի եղվի Հայաստանի մեջ եւ ժողովուրդը ուրեմն կգնան ընտրատեղամասեր, իրենց ընտրությունը կանեն, յոքուտ միակ առողջ քաղաքական ուժի, որը որ Հայաստանի Հանրապետության ներկայումս գործող քաղաքական ուժն է, քաղաքացիական պայմանագիր ուժը, որը որ ներկայացնում է այսօրվա պետությունը, եւ միակ այդ ուժը, որ իրավունք ունի այս ընտրություններում բարոյական իրավունք ունի հաղթելու եւ այն բոլոր պակասները, չավարտված կամ կիսատ մնացած գործերը, որպեսզի կարողանա նա կյանքի կոչել։ Այսքանը։ Սա երկրորդ մասն է։ Առաջին մասը դուք արդեն կարող եք դիտել եւ ասում եմ, սա իմ վերջին, այսպես ասած, խնդրանքն է այս ծանր փաստորեն պայմաններից ելնելով, քանի որ նման ձայնագրությունները, նման եկեղեցական հայտարարությունները, որ մենք այս օրերին լսում են, ոչ թե վախ են ներշնչում, նրանք սարսափելի են ուղղակի, սարսափ են ներշնչում։ Քանի որ նաև մենք տեսել ենք մեր աչքով հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, բոլոր Հայաստանում նման ահավոր ժամանակներ, որտեղ որ միշտ ժողովրդին դրել են հիմարի տեղ եւ իրենց զորբայությամբ արել են ինչ որ ուզել են, եւ հիմա ուզում են դրա ոչ մենակ կրկնությունը, կատարելագործված կրկնությունը։ Մարտի 1 գումարած 27 հոկտեմբեր։ Ուստի հորդորում եմ մեր ժողովրդին չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չխապնվել իրենց քարոզներից, ինչ որ նրանք փորձում են մարդկանց վզին փաթաթել, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է իրենց առաջարկները, ոչ մի ծրագիր իրենք
չունեն, իրենց սեփական տեսլական չունեն, ինչ որ հրամեցվում է, սա Մոսկվայից, թելադրանքով, Կրեմլից, ուրեմն դրա բանն են, թելն են թելում։ Մենք լավ գիտենք, Ռուսաստանում այն մարդիկ, ովքեր նստել են, Մարգոն, հա, Սիմոնյանը, մնացած ստահակները չթվարկեմ, ովքեր որ գիշեր-ցերեկ հայհոյում են պետությանը, Հայաստանին, ովքեր որ միշտ դելել են Կրեմլի թելը, հիմա այդ նույն մարդիկ այսօր պատրաստում են զանգվածային անկարգություններ Հայաստանում իշխանազավթման համար, այսինքն նրանք հրամեցնում են այսօրվա փաստորեն Մոսկվայում ապրող հայությանը, որ փրկությունը Հայաստանը փրկելու համար միակ ճանապարհը դա պետական հեղաշրջումն է։ Նախապատրաստում են արդեն այնտեղ դրան։ Դուք հասկացեք, որ սա քաղաքականություն է, որ այսօր մշակված է եւ իրենց բոլոր հերոստալիքներով, բաներով այս թեման է շոշափվում։ Դրա համար պետք է պետական մեքենան գործի, շատ կոշտ գործի եւ կարողանա կոտրել այդ իրենց սադանայությունները, որոնք նախապատրաստում են իրենք հունիսի 7-ի համար։ Նաեւ ասեցի սահմանները պետք է զտեն ամեն մեկին, ով մտնում է պիտի խոշորացույցի տակ նայեն։ Ռուսաստանից ոչ մեկին չպիտի վերցնեք, ոչ մի տղամարդ չի կարող գալ, ոչ մի երիտասարդ չի կարող գալ Ռուսաստանից այս շրջանում։ Այսինքն կգա դեպորտ արեք, ով գա դեպորտ արեք։ Եվ բնականաբար մարդիկ պիտի հասկանան, որ իմաստ չունի գալու, որտեղ դեպորտ են լինելու։ Այսքանը սիրելիներ, եւ իհարկե առաջին մասը նայեք, որովհետեւ ամբողջական լինի, մեզ հետ չմիացավ Սպարտակ Տեր-Ավետիսյանը, որովհետեւ ես ասեցի այս մարդը ուղղակի ապրելով Ռիգայում, այսինքն Հայաստանում չի բնակվում եւ տասնյակ տարիներ չի բնակվում։ Բայց ընդդեմ այսօրվա կառավարության քաղաքացիական պայմանագրի իշխանական այս կուսակցության ընդդեմ փաստորեն հայ ժողովրդի խոսում է։ Ինչ է սա, եթե ոչ դավաճանություն։ Դուք որակեք, խնդրում եմ դուք գրեք։ Ես գտնում եմ, որ ես ինչի եմ իրան